Մի քանի ամսից Հայաստանում ընտրություններ կլինեն, խորհրդարան կընտրենք։ Ազգային ժողովի այս ընտրությունները կանցնեն վերջին մի քանիսի պես, երաշխավորված կայուն մեծամասնության մեխանիզմով։ Սա նշանակում է, որ եթե որևէ կուսակցություն չստանա ձայների 50%-ից ավելին եւ մյուսներն էլ կոալիցիա չկազմեն, ապա առավելագույն ձայն ստացած ուժն ի վերջո կստանա այնքան լրացուցիչ մանդատ, որ խորհրդարանում ունենա մեծամասնություն ու դե միայնակ ձևավորի կառավարություն։ Սերժ Սարգսյանի հանրապետականի օրոք ներդրված այս սկզբունքը Հայաստանում լավ քննարկվել, քննադատվել, բայց չի փոխվել։ 2017-ի ազգային ժողովի ընտրություններում ՀՀԿ-ն, 2018-ին եւ 21-ին ՔՊ-ն այնքան քվե հավաքեցին, որ ինքնին ստացան նաեւ падգամավորական տեղերի կեսից ավելին, այսինքն բանը չհասավ կայուն մեծամասնության սկզբունքի գործարկմանը։ 2026-ին ավելի թեժ պայքար է կանխատեսվում ու տեսականորեն կարող է լինել մի իրավիճակ, որ ընտրողների քվեների 25-ից 30%-ը հավաքած ուժը դառնա մեծամասնություն ու միայնակ ձևավորի կառավարություն։ Հասարակական կազմակերպությունները սրան դեմ են, հակաժողովրդական մոդել են անվանում։ Լավ, իսկ ինչ են առաջարկում ժողովրդավարությամբ հայտնի հին աշխարհում։ Օրինակ Նիդերլանդները կոալիցիոն կառավարման իր մոդելով է հայտնի։ Այս երկիրը միշտ կոալիցիաներն են կառավարել ու երբեք չի եղել միակուսակցական կառավարություն, որովհետև այստեղ անցողի քշեմը խիստ ցածր է, ընդամենը 0.67% ձայն ստացած կուսակցությունն անգամ մանդատ է ստանում։ Արդյունքում խորհրդարան են անցնում բազմաթիվ կուսակցություններ ու դեռ չի եղել դեպք, որ որևէ մեկն այս պայմաններում ստանա բացարձակ մեծամասնություն, համենայն դեպս երկրորդ աշխարհամարտից այս կողմ։ Հակառակը, հաճախ 10-15 կուսակցություն են անցնում ու կոալիցիոն կառավարության ձևավորումը դառնում է անխուսափելի։ Դրա համար նրանք հատուկ մշակված կարգ ու կանոն ունեն։ Ընտրություններից հետո, մասնավորապես պարլամենտի խոսնակը նշանակում է այսպես կոչված իրազեկիչ կամ սուրհանդակ, ով բանակցում է կուսակցությունների հետ, մեկից մյուսին տեղեկություն է փոխանցում, շոշափում է նրանց տրամադրությունները հնարավոր կոալիցիաների հարցում։ Այսպես կառավարությունը ղեկավարվում է ոչ թե մեկ կուսակցության կամ անձի կամքով, այլ գործողությունների փոխզիջումային ծրագրով։ Իշխանության գալու համար բանակցություններն ու երկխոսությունները կարող են շաբաթներ, նույնիսկ ամիսներ տևել։ Կոալիցիոն կառավարությունը Նիդերլանդներում միջինում ընտրություններից հետո 72 օրում է ձևավորվում, բայց երբեմն այս ժամանակն էլ բավարար չի լինում։ Ռեկորդային երկար բանակցություններ են եղել 1977-ին, 2017-ին ու 2021-ին։ Կառավարություն կազմվել է ավելի քան 280 օր տևած բանակցություններից հետո։ Քննադատներն ասում են, որ սա ազդում է որոշումների կայացման արագության վրա։ Ուրիշները պնդում, երկարատև այս բանակցություններն են, որ դարձնում են ու պահում երկիրը ժողովրդավար։ Նիդերլանդների հարևան Գերմանիան ևս կոալիցիոն կառավարման ավանդույթներով է հայտնի։ 1949 թվականից ի վեր դաշնային այս հանրապետությունը միայն մեկ անգամ է ղեկավարվել մեկ կուսակցության կողմից։ Տարիների ընթացքում Գերմանիայի կուսակցությունները ձևավորել են մեխանիզմներ կոալիցիոն կայունություն ապահովելու համար։ Իսկ առաջին մեծ կոալիցիոն կառավարությունը դեռ 1966-ին է ձևավորվել։ Ինչ են անում գերմանացիները։ Ընտրություններից անմիջապես հետո կուսակցությունները ներքին քննարկումներ են սկսում, նախնական բանակցություններ վարում ապագա դաշնակիցներին գտնելու համար։ Եթե այսպես ասած հետախուզական բանակցությունները բարեհաջող են անցնում, կողմերն անցնում են պաշտոնական բանակցությունների։ Գերմանիայում նույնպես բանակցությունների այս պաշտոնական փուլը կարող է շաբաթներ տևել։ Երբ բանակցությունները ավարտվում են, կուսակցությունները ներկայացնում են սա. կոալիցիոն համաձայնագիր, որը ներառում է ժամկետներ և ծրագրեր։ Մի խոսքով մի հաստափոր փաստաթուղթ, որն ուղենիշ է դառնում կառավարության համար ու ապահովում կոալիցիայի կայունությունը։ Թեև գերմանացիները հայտնի են իրենց կանոնիկ կարգապահությամբ, բայց նույնիսկ նրանք չեն կարող 100%-անոց քաղաքական հաշվարկներ ու կանխատեսումներ անել։
Այնպես որ այն, ինչ գրված է այստեղ, իհարկե կարևոր ուղեցույց է, բայց այս էջերից դուրս գործընթացներն են ազդում կոալիցիոն քաղաքականության վրա։ Ինչպես օրինակ Ռուսաստանի հարձակումն Ուկրաինայի վրա փոխեց եվրոպական առաջատարների, այդ թվում նաև Գերմանիայի արտաքին քաղաքական որոշ առաջնահերթություններ։ Մի խոսքով կոալիցիոն կառավարությունը ձևավորվում է, երբ բոլորը ստորագրում են այս փաստաթուղթը, իսկ հետո Դաշնային խորհրդարանն ընտրում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության հաջորդ կանցլերին։ Իրավիճակը մի փոքր այլ, բայց ոչ պակաս հետաքրքիր է Եվրոպայի հյուսիսում։ Տեսնենք ինչ են անում շվեդները։ Այստեղ եւս տասնամյակներով կոալիցիոն կառավարման ավանդույթ կա։ Շվեդիայում բազմամյա լրագրողական փորձ ունեցող Յոհաննա Յոհանսոնը նշում է. Եթե երբեք չեք ապրել կոալիցիոն կառավարությունների համակարգում, կարող է գրեթե անհնար թվալ պատկերացնելը, ինչպես են մրցակիցները դառնում գործընկերներ, բայց 1960-ականներից հետո Շվեդիայում ոչ մի կուսակցություն խորհրդարանում մեծամասնություն չի ունեցել, ուստի քաղաքական առաջնորդները գիտեն, որ եթե ուզում են կառավարել, պետք է բանակցեն։ Բայց Ռիքսդագում, Շվեդիայի խորհրդարանում, գործում է նաև մեկ այլ կարգ՝ հանդուրժողականություն կառավարության հանդեպ։ Ինչ է սա նշանակում։ Կուսակցությունը կամ կուսակցությունների խումբը ընտրություններից հետո լեզու չի գտնում կոալիցիա կազմողների հետ ու կառավարություն չի մտնում, բայց չի էլ խոչընդոտում կառավարության ձևավորմանն ու անվստահություն չի հայտնում։ Այլ կերպ ասած, հանդուրժում է կառավարությանը հանուն քաղաքական կայունության։ Այսպես ձևավորվում է փոքրամասնության կառավարություն։ Այս պարագայում հանդուրժող կուսակցությունները, եթե պատկերավոր ասենք, պասիվ համաձայնություն են տալիս զուտ, որ կառավարություն ձևավորվի։ Իսկ ահա խորհրդարանական Հայաստանը, որ պարբերաբար ամենաբարձր մակարդակով հայտարարում է պատրաստ է մոտ լինել ԵՄ-ին այնքան, որքան միությունը կամենա, 2026-ի ընտրություններում էլ կմնա կայուն մեծամասնության իր սկզբունքի հետ։ Խորհրդարանում մեկ դոմինանտ ուժ կորոշի երկրի քաղաքականությունը։